Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքի նկարագրությունների բաժնում, կտեղադրեմ նաև Ստեփան Գրիգորյանի YouTube-յան ալիքի հղումը։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ։ Պարոն Գրիգորյան, ինչպես կմեկնաբանեք վերջին զարգացումները ռուս-ուկրաինական ճակատում, ըստ էության Ռուսաստանը պարտված դուրս չի գալիս կամ ամեն դեպքում ինչ որ բան իր հետ տանում է, եթե այդ խաղաղությունը հաստատվի։ Ну, ասեմ քեզ, որ Դոնալդ Տրամպը իր թիմը իրոք ուզում են, որ խաղաղություն լինի, իրոք ուզում են, որ դադարեցվի այս իրոք ծանրագույն պատերազմը, որը կա, բայց Դոնալդ Տրամպը տարբերվում է Ջո Բայդենի թիմից, մոտեցումներից, իրանց համար, գիտես, այդ ժողովրդավարության ճանապարհը դեպի ինտեգրացիա ՆԱՏՕ, Եվրոմիություն, այդքան մեծ արժեք չի։ Այո, Միացյալ Նահանգները այսօր էլ դեմոկրատական երկիր են, այսօր էլ Միացյալ Նահանգները պարզը փայլուն երկիր է, մեծ ազդեցություն ունեցող, այսօր էլ օրինակ մեզ փորձում է օգնել Միացյալ Նահանգները, դա պարզ է այդ ամեն ինչը, բայց այս ձևի հարցերում ես կասեի այդպես, ում կողմը բռնել, ժողովրդավարական դեպի ճանապարհ բռնած Ուկրաինային, թե ավտորիտար, կոշտ ավտորիտար Պուտինյան Ռուսաստանին, այս ձևի հարց իրանց մոտ չկա։ Կոպիտ ասած Միացյալ Նահանգները ավելի շատ իրանց դիստանցավորում են հիմա որպես միջնորդ ստեղ, ոչ թե որպես ժողովրդավարության ֆլագման գլխավոր երկիր, որպես երկիր, որը այո, պետք է ցանկացած ագրեսորին պատժի, տարբեր ձևերով, սանկցիաների ձևերով, այլ ձևերով պետք է պատժի, ոչ, ինքը ավելի շատ ուզում է միջնորդ լինի, ուզում է աջակցել ու վերջ, ոչ թե, ասենք, լինել իօքուտ Ուկրաինայի կողմը բռնել, որ ի վերջո պատերազմը ավարտվի ու Ռուսաստանը միաժամանակ պատժված լինի։ Դա կարևոր հանգամանք է, դա է պատճառը, որ այս 28 կետանոց փաստաթղթում, որի մասին մենք լսեցինք վերջի 3-4 օրը, այս փաստաթղթում գրեթե ճանաչվում է Ղրիմը եւ Դոնբասը, Դոնբասը բաղկացած է երկու շրջաններից, Դոնեցկ եւ Լուգանսկ, գրեթե ես կասեի այդպես, ճանաչվում է որպես Ռուսաստանի մաս։ Այո, դե յուրե ոչ, այդ լավ է, բայց դե ֆակտո ճանաչվում է։ Օրինակ, մի շարք պահանջնել Ռուսաստանի, որ սահմանափակ լինի Ուկրաինայի բանակը, ու հիմա նշանակություն չունի մի միլիոնանոց, կես միլիոնանոց, թե ինչ, բայց սահմանափակումը պահանջում է Ռուսաստանը, ու ինչ որ չափով բավարարվում է այս պահանջը, այլ Ռուսաստանի պահանջները ակնհայտ երևացող, որ բավարարվում են, դա խոսում է նրա մասին, որ մի կողմից Տրամպը ուզում է խաղաղություն, մյուս կողմից կոպիտ ասած ինքը չի բռնում այն կողմը, որը արդար պայքար է տանում, պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը, ասենք ուզում է ժողովրդավարության հասնել, ուզում է ՆԱՏՕ-ի անդամ դարձնել, ի վերջո ինչի պետք է այդ փաստաթղթում գրված լիներ, որ սահմանադրական մակարդակով պետք է Ուկրաինան հրաժարվի մտնել ՆԱՏՕ։ Հարցը միայն ՆԱՏՕ-ի մեջ չի, ինչի այս ձևի պահանջ պետք է լինի, այ Ռուսաստանի պահանջը այնտեղ արտահայտվեց, նույնիսկ եթե այդ պահանջը այսօր էլ ռեալիստական չի, այսօր էլ Ուկրաինան պատրաստ չի ՆԱՏՕ-ին, բայց ինչու պետք է լինի, ուրեմն կա ստեղ խնդիր, պրոբլեմ այս փաստաթղթի հետ կապված, բայց ի պատիվ Զելենսկու, Ուկրաինայի նախագահի, ինքը համբերատար չնեղանալով բանակցությունների մեջ էր, դու գիտես, Ժենևում 1.5-2 օր առաջ անցան բանակցություններ Միացյալ Նահանգներ Ուկրաինա, Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորում էր Մարկո Ռուբիոն, որի համաձայն այդ 28 կետանոց
փաստաթուղթը մի քիչ կրճատվեց ու մի մասը այն պահանջների Ռուսաստանի մեղմացվեցին, ես կասեի այդպես, գոնե այդ ինչ որ հրապարակային ասվում է, ոչ բոլոր փակագծերը բացվել են, բայց հրապարակային դա ասվում է, հիմա Աբու Դաբիում ինչքան գիտես գնում են բանակցությունները Ռուսաստանի հետ, կոպիտ ասած այդ փաստաթուղթը 28 կետանոց փոփոխության ենթարկվեց Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների կողմից հիմա այդ փոփոխված փաստաթուղթը քննարկում է Ռուսաստանի հետ նայենք ինչի դա կբերի բայց նորից կրկնում եմ այդ փաստաթղթի նկատմամբ ես ունեմ դիտողություններ ու նոր ասեցի ինչու պետք է կրճատվի բանակը Ուկրաինայի եթե ագրեսորը Ռուսաստանն է ինչու պետք է այսօրվա շփման գծով կանգնած չլինեն զորքերը, այլ Դոնեցկի, Լուգանսկի մարզը տրվում է Ռուսաստանին ու նույնիսկ այն փոքր տեղերից, որոնք մինչև այսօր էլ այդ մարզերից վերահսկում է Ուկրաինան, պետք է զորք դուրս բերի, բայց ցանկացած դեպքում պարզ է ձգտում է դեպի խաղաղություն, կարևոր դրական ձգտում է, այդ առաջինը ու երկրորդը նայենք Ռուսաստանի հետ ոնց են լինելու բանակցությունները։ Ինչքան էլ փաստաթուղթը չլինի ձեռնտու Ռուսաստանին, ու ես կարծում եմ ավելի շատ ձեռնտու է Ռուսաստանին, այլ ոչ թե Ուկրաինային, այդ փաստաթուղթը 28 կետանոց փոփոխությունից հետո ես չեմ տեսել ինչա, միգուցե մի քիչ ավելի հավասարակշռված դարձավ, բայց ցանկացած դեպքում կարծես թե ավելի լավ է Ռուսաստանի համար, բայց պնդում եմ, որ Ռուսաստանը չի ստորագրի այդ փաստաթուղթը, քանի որ Ռուսաստանի նպատակները այլ են։ Ռուսաստանը ամբողջ Ուկրաինան ուզում է վերահսկել, ուղղակի Ռուսաստանը վախում է, ավարտում եմ պատասխանը այս առաջի հարցին։ Ռուսաստանը վախում է, որ ուժեղ սանկցիաների տակ կանգնի։ Մի մասը սկսեց աշխատել իր դեմ սանկցիաները ամերիկյան, Տրամպի սանկցիաները, վախում է ավելի մեծ սանկցիայի տակ։ Դա է պատճառը, որ խաղում է Ռուսաստանը, ասում է ես համաձայն եմ, հարց չկա, թող Ուկրաինան համաձայնվի, բայց իմ կարծիքով Ռուսաստանը դրան էլ չի համաձայնվի։ Ինչու, բայց ինքը տարածքներ է ունենում Ուկրաինական կողմը կրճատում է բանակը, ռուս ուղղափառ եկեղեցին վերադառնում է հետ, ինչու պետք է Ռուսաստանը հրաժարվի։ Գիտես, նաև դու ինձ հիշեցրեցիր, որ այնտեղ 28 կետերի մեջ կար կետ 100 օրվա մեջ ընտրություն անցկացնել Ուկրաինային։ Զինադադարից հետո, եթե Ռուսաստանը համաձայնվի, ընտրություն անցկացնել Ուկրաինայում նախագահական ու դա չէ բավական ռիսկային է Ուկրաինայի համար ցանկացած ընտրությունները ապակայունացում են մտցնում ցանկացած նույնիսկ կայուն երկրի մեջ նույնիսկ երկիր որը պատերազմի մեջ չի ընտրությունները ծանր process է ցանկացած երկրի համար այդ ռիսկային է Ուկրաինայի համար նույնիսկ դա էլ բայց այնուամենայնիվ սրտի խորքում Ռուսաստանը ուզում է վերահսկել ամբողջ Ուկրաինան Դա գիտես ինչից է գալիս քո հարցը տրամաբանություն ունեցող մարդու հարցն է կարծես թե այդքան շատ բան կստանա Ռուսաստանը ակնհայտ է չէ ինչի մասին է խոսքը այո Ուկրաինան էլ ստանում է ժամանակ խելքի գալու պետությունը խելքի բերելու վերականգնելու իր էներգետիկայի ոլորտը չգիտեմ կյանքերը փրկելու պարզ է դա բայց ավելի շատ ստանում է ակնհայտ Ռուսաստանը, բայց հետխորհրդային տարածքում մի քիչ տրամաբանությունը այլ ձևով է աշխատում ու առաջերտին հենց ավտորիտար ռեժիմներում։ Նույն Ուկրաինա, նույն Ռուսաստանում կոշտ ավտորիտար ռեժիմ է, ինքը չի բավարարվում քչով կամ միջին բաներով, ինքը ամբողջն է ուզում, մենք մեր մաշկի վրա զգացինք, դու գիտես, մեր հարևան երկրի հետ հարաբերություններում, Ղարաբաղի հարցի հետ կապված, ես չեմ տեսել այս process-ում, որ մյուս կողմը, որտեղ որ ավտորիտար ռեժիմ է, որ ինքը բավարարվի քչով կամ բավարարվի միջին բաներով։ Դժբախտաբար հետխորհրդային տարածքում այդ ավանդույթը խաղաղության գնալը, խաղաղությունը գնահատելը մի քիչ թույլ է։ Ու մի մոռացի մեկ բան, օրինակ Ուկրաինայում զոհերի մասին խոսում են։
Անդիմությունն էլ խոսում այսօր էլ որ մեծ զոհեր են, ոնց կարելի է այդ կյանքեր են եւ այլ Ռուսաստանում ընդհանրապես այս ձերի քննարկում չի գնում հասարակության մեջ։ Դες մի փոքր մոտեցումը այլ է։ Իրանք համարում են, որ իրանք կռվում են իրանց հայրենիքը պաշտպանելու, միջդեռ կռվում են Ուկրաինայի տարածքում, մտել են Ուկրաինա։ Ու այս քարոզչությունը բավական ուժեղ է նստած հասարակության մեջ ու այդ կորուստները իրենց համար ցավ չեն պատճառում, իրենց համար դժգոհության ալիք չեն բերում։ Ուրեմն շատ արգումենտներ կարող են բերել ինչու Ռուսաստանը չի բավարարվում նույնիսկ մեծ բանով։ Ի վերջո կներես, էլի Դոնեցկի, Լուգանսկի մարզը, Ղրիմը, կոպիտ ասած, գրեթե տալիս են քեզ, գրեթե միջազգային մակարդակով ընդունելու են քոնը ու չբավարարել, բայց նորից կրկնում եմ, տրամաբանությունը չի աշխատում հետխորհրդային տարածքի, նաև Ռուսաստանի այդ կայսերական մղումները այդ այսօրվանը չեն միշտ ինքը ուզում է ծավալել։ Ըստ սա Ուկրաինայի պարտությունն է։ Ես չէի ասի, որ պարտությունը, ես ավելին քեզ ասեմ, Ուկրաինայի ժողովուրդը իրոք հերոսական պայքար է տանում այս 4 գրեթե տարիա միջդեռ անհավասար պայմաններում։ Ինչքան էլ Եվրոպան, Ամերիկան չէին օգնում Ուկրաինային, դու գիտես, թվեր կան, մոտավորապես 4 անգամ ռազմական պոտենցիալի տարբերություն կա։ Այն միջուկային զենքը մոռացի, Ռուսաստանը ունի, Ուկրաինան չունի։ Առանց միջուկային զենքի 4-5 անգամ ավելի շատ հրետանի ունեն, չգիտեմ, ռազմական ինքնաթիռներ ունեն, զորքը մոտավորապես երկու անգամ ավելի մեծ է թիվը զորքի, որը Ուկրաինան մտած է, համեմատ Ուկրաինայի զորքի։ Միտքս ինչու՞մ է, առավելությունը շատ մեծ էր, այտենց էլ ու հասկանալի է։ Ուկրաինան նոր ծնված պետություն էր, Ռուսաստանը այդ կայսերություն է դարերից եկած, պարզ է, մեծ է առավելությունը ու հերոսական պայքար տարավ Ուկրաինան։ Կարողացան մարդիկ այնուամենայնիվ սուվերենությունը զգալի մասի տարածքի պահպանել, ինչը ուղղակի անհավանական էր, երբ որ մեծ պատերազմ 2026-22 թվին սկսվեց, 2022 թվին, բայց նույնիսկ այդ փաստաթուղթը ես չեմ կիսում մարդկանց հետ, ովքեր ասում են դա կապիտուլյացիա է, դա պարտություն է, այս փաստաթուղթում այնուամենայնիվ ես կարող եմ հիմա քեզ թվարկել բաներ կար դրական, դու գիտես այնտեղ անվտանգային համակարգը Միացյալ Նահանգները վերցնում են իրենց վրա, ստանձնում են Ուկրաինայի, то есть եթե այս փաստաթղթի հետ, որը այդքան էլ լավը չի Ուկրաինայի համար, բայց եթե ուկրաինացիք համաձայնվեն, ցանկացած դեպքում ամերիկացիք ստանձնելու են պաշտպանությունը, то есть այդ համակարգ պետք է լինի, ինչ ձևերով այդ պաշտպանությունը կլինի, եվրոպացիների մասը, որը կլինի, բայց 100%-ով կլինի, դա կփրկի այն մասը Ուկրաինայի, որը գրաված չէ Ռուսաստանի կողմից, ու խելքի կգա այդ երկիրը, այդ էներգետիկան ամբողջությամբ պետք է վերականգնվի, նույնիսկ այնտեղ ֆիքսված է, որտեղից փողերը կվերցվեն այդ ռուսական ակտիվներից։ Ուրեմն Զապորոժիա, գիտես, Զապորոժիայի խնդիր կա, Զապորոժիա եւ Խերսոնի խնդիր կա, Ռուսաստանը ուզում էր, որ այնտեղից էլ Ուկրաինան զորքը դուրս բերի, զորքը դուրս չի գա, այդ շփման գծով կկանգնեն, Խարկովի մարզում, մի քանի մարզերում 3-4, Պոլտավա, Խարկով, Սումի, այնտեղ գիտես փոքր տեղեր գրավել է Ռուսաստանը, այնտեղից զորքը պետք է դուրս բերի, ուրեմն այդ կամ չի էլի, միանշանակ շատ վատ, բայց վատ փաստաթուղթ է Ուկրաինայի համար, նույնիսկ եթե ստորագրեմ, ես չեմ համարում, որ դա պարտություն է, բայց իրոք ծանր վիճակում կլինի Ուկրաինան ու պետք է սկսի զրոյից կառուցել երկիր, խելքի գալ ու հետո կնայենք ինչ։ Միայնակ թողեց ըստ էության արևմուտքը Զելենսկիին։ Ինչ ես ասում, չլսեցի։ Վերջն արդյունքում միայնակ թողեց արևմուտքը Զելենսկիին։ Դու գիտես, չէ, ոնց միայնակ։ Դու գիտես, որ այս պլանը հիմա վերանայում է գնում ու վերանայում եղավ Ժնևում, փոփոխություն կատարվեց ի օգուտ Ուկրաինայի միանշանակ, ուղղակի ոչ բոլոր փակագծերը դեռ բացում են, մինչև Ռուսաստանի հետ բանում Էմիրատներում, չէ, հիմա գնում են բանակցություններ, եթե չեմ սխալվում, Աբու Դաբիում։
Միջև այդ չավարտվեն այդ փոփոխությունները, որոնք կատարվեցին Ուկրաինայի հետ դեպի լավը դեռ չեն բացեն մոտ ժամերս մեզ համար բոլորիս, բայց ես չեմ համարում, որ լքեցին, դու գիտես, որ այս Տրամպի 28 կետանոց փաստաթղթի փոփոխության հետ կապված ինչի հիմա կատարվում է փոփոխություն, այդ Ռուսաստանի պահանջը չի, դա պահանջներ եվրոպացիների, Ուկրաինայի դաշնակից եվրոպացիները միջև վերջ կանգնած են ու ես քեզ ավելին ասեմ ես չեմ բացառում որ նույնիսկ եթե Ուկրաինան հիմա համաձայնվի Ռուսաստանը Եվրոպան կարող է չհամաձայնվի ու ինքը շատ կարևոր խաղացող է Եվրոպա երկրները գիտես գումարած Կանադան, Ճապոնիան ու մոտավորապես 30 եվրոպական երկրներ ու գլխավոր դերակատարներ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լեհաստանը Կոշտագույն ճնշում է գնում Ռուսաստանի վրա սանկցիաներ, դու գիտես մեծ աջակցություն են տալիս լրջագույն Ուկրաինային, ստեղ ես կասեմ այդպես, մի փոքր փոխվեց դերակատարը Միացյալ Նահանգների համաձայնում քեզ հետ ոչ թե լքեցին փոխվեց Թրամփը Ջո Բայդեն չի Ջո Բայդենը Ուկրաինայի կողմ էր դու հասկանում ես Թրամփը Ուկրաինայի կողմ է մենակ այն առումով որ ուզում է որ խաղաղություն լինի ուկրաինացիք չզոհվեն Թրամփը միջնորդի դերում հայտնվեց ստեղ պարզը դրա պատճառով մի քիչ թուլացավ աջակցությունը Ուկրաինային բայց ասել որ լքեցին չէ այդպես չի միջև վերջ իրենց պայքարում են այ Հայաստանը լքեցին այո 2020 թվին Ռուսաստանը մեզ լքեց սկսեց միջև 2020 թվը զենք ծախել Ադրբեջանին դու հիշում ես լքեց մեզ մեկ միայնակ մնացին մեր դաշնակիցը մեզ լքեց բայց ստեղ ոնց լքեցին ամեն օր Եվրոմիությունը առանձին եվրոպական երկրները հերթական զենք զինամթերք ուկրաինացիներին ուղարկում են ամեն օր նոր սանկցիաներ մտցնում են ու տեսար նույնիսկ Տրամպը որը հակված չէր սանկցիա մտցնել կոշտագույն սանկցիաները մտցրեց նավթային ոլորտի դեմ ուրեմն չեն լքե բայց ստեղ ես քեզ համաձայն եմ խնդրեմը նրանում է որ միգուցե Միացյալ Նահանգները կարող էին Ջո Բայդենի պես շարունակել աջակցություն տալ լայնամասշտաբ ու հիմա Տրամպը չի անում կոպիտ ասած Ամերիկայի փողով չի անում Եվրոպան առնում է իրանց զենքը տալիս է ուկրաինացիներին ստեղ փոփոխություն կատարվեց բայց եվրոպական դաշնակիցները Կանադան, Ճապոնիան չեն լքե Ուկրաինային ուղիղ հակառակը Պարոն Գրիգորյան, այնուհանդերձ, եթե Ռուսաստանը առավելություններ ունեն այս հրադադարում, թեկուզ տարածքային, այնուհանդերձ ինչպիսի Ռուսաստան ենք մենք ունենալու, տնտեսությունն ինչ վիճակում է լինելու, ֆինանսական համակարգը, արդյունաբերությունը, ռազմական արդյունաբերությունը, ինչու ոչ, այս 4 տարի պատերազմելուց հետո արդյոք այն նախկին հզոր Ռուսաստանը լինելու է, թե ոչ, եթե չի լինելու, ապա այդպիսի չգիտեմ, ասեմ թույլ թե ոչ, այնուհանդերձ նման խնդիրներ ունեցող Ռուսաստանն ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում մեզ համար։ Ну արի նայենք երկու սցենար։ Պարզը ես ուզում եմ, որ լինի խաղաղություն։ Չեմ թաքցնում, այս պատերազմը իրոք ծանրագույն պատերազմ է, կուզենայի, որ Ուկրաինայի ժողովուրդը խաղաղության մեջ ապրի, այս ագրեսիան դադարեցվի, չզոհվեն մարդիկ։ Բայց պրագմատիկ մոտենանք, որպես փորձագետներ, որպես պրագմատիկ մարդիկ։ Պատկերացրու, որ դադարեցվեց պատերազմական գործողությունները։ Նորից կրկնում, չեմ հավատում, որ նույնիսկ այս լավ պայմաններով Ռուսաստանը կստորագրի։ Ռուսաստանը կփորձի, որ տապալվի process-ը, բայց պատասխանատվությունը ընկնի Զելենսկու վրա։ Չի ստորագրի, բայց պատկերացնում ես, որ ստորագրում են զինադադար։ Ու սկսվում է process խաղաղության պայմանագիր պատրաստել, քննարկել հարցեր, պարզ է, կսկսվեն բանակցային process-ներ, բայց զինադադարը դադարեցվեց։ Ռուսաստանը կունենա ռեսուրս, ազատված ռեսուրս, լրջագույն, գցի դեպի այլ ուղղություններ, կենտրոնական Ասիա, հարավային Կովկաս, ու կգցի առաջին հերթին Ռուսաստանը դեպի հարավային Կովկաս, ու ես բարի բուն իմաստով չեմ ասում զորքեր կբերի, այլ ռեսուրս, դա ֆինանսական ռեսուրս է, դա մարդկային ռեսուրս է, կսկսի գցել ռեսուրս դեպի հարավային Կովկաս, քանի որ Ռուսաստանը շատ է մտահոգված այդ Թրամփ
ծրագրի, Թրամփ ուղու ծրագրի պատճառով, քանի որ Թրամփ ուղի ծրագիրը դա մենակ հայկական ծրագիր չի, դա ծրագիր է, որը բացում է լուրջ այլընտրանքային Ռուսաստանից ճանապարհներ, Կենտրոնական Ասիա, դու գիտես, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Եվրոպա, դες բացում է շատ ու շատ հնարավորություններ, այլընտրանքներ, որոնք շրջանցում են Ռուսաստանը։ Լինի դա ավտոմոբիլային ճանապարհ, երկաթգիծ, գազամուղեր եւ այլ, բայց միանշանակ դա մտահոգում է։ Դա է պատճառը, որ զինադադար ռեսուրս ազատում Ռուսաստանը կգցի այդ ուղղությամբ։ Բայց նորից կրկնում եմ, թերագնահատում են Ռուսաստանի։ Այ Եվրոպան, Ամերիկան, երբ որ ասում է, տեսակ սանկցիաները ուժեղացրեցինք, ելի կուժեղացնենք, ինչի սանկցիաները չտվեցին արդյունքում։ Մեծ արդյունք տվեցին, բայց վերջնական արդյունք, որ թուլանա այդ կամ Ռուսաստանը, որ կանգնի ու ասի ներողություն եմ խնդրում, հետ եմ գնում, ուկրաինայցի դուրս եմ գալիս, չի ստացվում։ Քանի որ պոտենցիալը շատ մեծ է Ռուսաստանի։ Շատերը չգիտեն, ինչքան էլ սանկցիան կիրառում են, Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը թափով աշխատում է։ Ես չգիտեմ, գիտես թե չէ, եթե հետևել ես, ուրեմն Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի պաշտպանության նախարարները հոգնեցին աղազանգել։ Իրանք ասում են չեն հասկանում ոչ Ամերիկայում, ոչ էլ Եվրոպայում չեն։ Հասկանում են, որ վտանգ է Ռուսաստանը, բայց չեն հասկանում աստիճանը։ Իրանք ասում են այսօր արկեր այսօր Ռուսաստանը 4-5 անգամ ավելի շատ է արտադրում համեմատ ամբողջ ՆԱՏՕ-ի հետ գումարած Միացյալ Նահանգներ։ Միտք հասկանում ես, դες Ռուսաստանը մոբիլիզացրեց, այո, կարող է, չգիտեմ, մեքենաներ չեն կարող արտադրել, բայց զենք արտադրում են, մոբիլիզացված իրանց մոտ հիմա արդյունաբերությունը։ Բացի դրանից պարզ է, հարուստ երկիր է, այստեղից, այնտեղից ի վերջո փող հայթայթում են, ոսկին ծախելով, չգիտեմ, ադաման ծախելով, նավթ ծախելով, ինչ եմ ուզում ասել, այսօր էլ իրանք հզոր են ու դնում են այդ հնարավորությունները հենց ռազմական արդյունաբերության մեջ։ Միլիտարիզացված է երկիրը, դու հասկացար։ Դες չափարոշիչներով եվրոպացիների մոտանալ սխալ է։ Եվրոպացիք ասում են, դե տեխնոլոգիա չունի, ասենք չի կարող, ասենք լավ մեքենա արտադրել կամ չգիտեմ, լավ աթոռ սեղան չի կարող արտադրել։ Իրանց դա պետք չի, իրանք զենք են արտադրում ու բավական լավ զենք։ Չեմ ասում ամենաառաջադարը։ Ուրեմն միտքս ինչու՞մ է։ Թերագնահատումը Ռուսաստանի բերեց նրան, որ այդքան ծանր է այդ ամեն ինչը գնում։ Պետք է հասկանաս, որ Ռուսաստանը մեծ պոտենցիալ ունի ու եթե զինադադար լինի, որին բոլորը ձգտում են ու ես էլ դեմ չեմ, բայց մենք պետք է հասկանանք, կազատվի ռեսուրս, մարդկային ռեսուրս, ֆինանսական ռեսուրս, տեխնիկական ռեսուրս, գցել մեր ուղղությամբ, որ ստեղ թույլ չտալ, որ իրականացվեն կառուցողական ծրագրեր։ Օրինակ, ինչ կանի Ռուսաստանը, երբ որ այսինքն այլևս այդ պատերազմով զբաղված չլինի, Հայաստանը իր հետաքրքրությունների մեջ լինելու է, չի լինելու, ինչ քայլեր, գործողություններ կդիմի ես ճանապարհի հետ կապված, խաղաղության գործընթացին միջամտելու հետ կապված։ մի մոռացի, որ Ռուսաստանը այսօր էլ ունի Հայաստանի ներսում լուրջ լծակներ, պրոռուսական ուժեր, օրինակ, պրոռուսական քաղաքական ուժեր, ԶԼՄ-ներ, ուրեմն մի բանա դու փոքր ռեսուրսով իրանց օգնում ես, մի այլ բանա հզոր ռեսուրս տաս, իդեմս փողի, իդեմս տեխնիկական ռեսուրսի, ինչի մասին է խոսքը, այդ մեր մաշկի վրա չենք զգում, երբ Ռուսաստանը ուզում է սուտ տարածել, ոնց է տարածվում, ուզում է բերել ստեղ իր նարատիվները, ինչ որ լրագրողի ռուսական միջոցով մտցնել, բերում է մտցնում է, հասկացար, այդ մարդիկ գիտեն, թե այդ պատահականը, որ ինչ որ լրագրող գալիս է Ռուսաստանից ու 10 տեղ իրանից ինտերվյու վերցնում են, բազմացնում են միլիոնավոր տիրաժներ ու արանքում այդ խոսալուց սա գլխավոր մեսիջները ուղարկում են ռուսական, հասկացար, հիմա եթե այդ ռեսուրսը այսօր X է, X ռեսուրս ունի Ռուսաստանը, բավական
փոքր ռեսուրս, որը Հայաստանի համար այդքան էլ փոքր չի, մենք փոքր երկիր ենք, կդառնա 100x։ Երբ որ 100x կդառնա, դու կտեսնես ինչքան մենք չփլաղենք։ Այո, բարիս բունի մաստով, բոբիկ ենք, կտեսնես, որ նույնիսկ իշխանությունը, որը ինչ որ բան անում է, չի կարողանալու այդ ինֆորմացիան ժողովրդին հասցնել։ 1000 անգամ ավելի դժվար կլինի հասցնել։ Դու կտեսնես, ասենք, արտահայտվելը այդ ռեսուրսի ընտրական process-ներում, որ ինչ որ ուժեր կունենան անսահմանափակ գումարներ։ Աղքատ երկրում, մենք աղքատ այսօր չենք, բայց բավական ծանր տնտեսական վիճակում գտնվող եւ բավական ծանր սոցիալական վիճակում գտնվող հասարակությունների մեջ դա ազդեցություն տալիս է։ Մոլդովան, որ օրենքով կուսակցություններ արգելեց, որ մասնակցեն ընտրությունների, կուսակցություններ իրանք արգելեցին, իրանք բռնում էին, բարիս բուն իմաստով, ինքնաթիռները գալիս են Մոլդովան, միլիոնավոր փողեր գրպաններից մարդկանցից հանում էին, ովքեր Ռուսաստանից փորձում են փող մտցնել երկիր, կաշառք բաժանել եւ այլն։ Ու հազիվ անցան այսօրվա իշխանությունները պրոդեմոկրատական։ Նույնիսկ այդ օրենսդրական հնարավորությունները օգտագործելով, փակելով ֆիզիկական ճանապարհ այդ փողերի։ Մեզ մոտ Ռուսաստանին շատ ու շատ ավելի հեշտ կլինի դա անել, քանի որ ներսում կա մեծ պրոռուսական կոպիտ ասած քաղաքական դաշտ ու ինֆորմացիոն դաշտ։ Ուրեմն մենք այդ կարող ենք զգալ, բայց քեզ ուզում եմ զգուշացնել, նույնիսկ եթե պատերազմը շարունակվի, Ռուսաստանը ստեղ ավելի ակտիվ կաշխատի միջև մեր ընտրությունները, մենք էլի շատ բաներ կտեսնենք։ Այսինքն ներքաղաքական առաջկա process-ներին Ռուսաստանի մասնակցությունը չեն կարող բացառել։ Չէ, ոչ թե չենք կարող բացառել, կլինի, ընդգծված կլինի, մեր իշխանությունները դու գիտես սիրում են մեկ-մեկ ելույթ ունենալ, ասելով, որ միջամտում են մեր ներքին գործերի մեջ եւ այլ, ես խորհուրդ կտայի մեր իշխանություններին այս կանխարգելիչ քայլերը ավելի ակտիվ օգտագործել։ Տարբեր կանխարգելիչ քայլեր։ Օրինակ, դու նկատել ես վերջի ժամանակներս նվազագույնը ես հիշում եմ 2 դեպք, երբ որ ռուս լրագրողներին չթողեցին ինչ-ինչ պատճառներով մտնել Հայաստան։ Այս դեպի մեխանիզմներ ուզած պետք է օգտագործես։ Դες պաշտպանես քո հասարակությունը օտարների ազդեցությունից։ Այլ տեղերից էլ կարող են լինել հիբրիդային պատերազմի տարեր, օրինակ հիբրիդային պատերազմի տարերից դու գիտես, այդ որ դրոնները Եվրոպա մտնում են, չեն կարող բռնել, մոտավորապես հասկանում են ով է դրոնը ուղարկում, մի անգամ, 5 անգամ, բայց այդ դրոնների ուղարկումը նույնիսկ ոչ թե հարձակողական դրոն, այլ հետախուզական դրոն, շատ ընդունված է, դու գիտես։ Մոլդովա մտավ ռուսական դրոնները։ Ապրես, նաև այդ Ռումինիա վերջի ժամանակներս, միջև այդ Էստոնիա, Գերմանիա, Դանիա, Շվեդիա, նորից կրկնում եմ, այս ձևի հիբրիդային պատերազմի տարեր դու տեսնում ես, չէ, օրինակ երկաթգիծը մի հատված Լեհաստանում փչացրեցին երկաթգծի, որով ապահովում են զենքը այդ ճանապարհով Ուկրաինային, փչացրեցին մի մասը ու պարզվեց, բռնեցին այդ մարդկանց, որոնք կապ ունեն հենց Ռուսաստանի հետ, ինչ եմ ուզում ասել, տարբեր ձևեր կան, դա կոչվում է հիբրիդային պատերազմ, որ մեծ զենքով քո մոտ չեն գալիս, բայց ասենք ինչ որ այրվում է ինչ որ ֆաբրիկա, գործարան կամ բենզինի այդ լցակայանը ու եթե դու նկատել ես այս դեպի բաներ Հայաստանում էլ կան, ուղղակի մեզ մոտ գիտես, չեն նայում այդ տեսանկյունից, դե ասում են հա դեպք է, էլի մեքենան վառվեց եւ այլն, բայց դու գիտես, որ Եվրոպայում մի քանի դեպքեր ֆիքսեցին, հետո դուրս եկան ու կասկածներ կան, որ դա գալիս է հենց Ռուսաստանի հետախուզական համակարգից։ Միտքս ինչու՞մ է։ Նրանում է, որ ամեն ինչ կարող է լինել, ես կասկած չունեմ, որ Ռուսաստանը չի ուզենալու, որ վերընտրվի այսօրվա իշխանությունը։ Ու կլիենտուրան իր ունի, ում կուզենա բրդել։ Ուրեմն տարբեր մեթոդներ շատ հավանական է, որ կօգտագործվեն Հայաստանում։
Իսկ հնարավոր է այստեղ էլ երկաթուղու հետ կապված խնդիրներ լինեն, հատկապես որ այդ ճանապարհը ըստ էության Ռուսաստանը չի վերահսկում։ Դու որ ճանապարհի մասին կոնկրետ ասում։ Առաջիկայում բացվելիք այդ Թրամփի ուղին։ Ну, եթե բան արվի, հենց դրա դեմ է արվելու։ Քանի որ մյուս երկաթուղին Հայաստանում գործող այսօրվա երկաթուղին բանի տակ է, չէ, Ռուսաստանի տակ է, կոպիտ ասած, այդ Կովկասյան երկաթգծի մեջ է մտնում, հասկացար, չէ։ Շատերը գիտեն, որ Հայաստանի երկաթգիծը գործող այսօրվա դա մերը չի, դա կոնցեսիայի մեջ է Ռուսաստանի։ Ստեղ իրանք բարձե ոչ մի վատ բան չեն անի, քանի որ իրանք վերահսկում են, ինչու պետք է անեն վատ բան։ Բայց այո, այն երկաթգիծը, որը պլանավորվում է մեղրի երկաթգիծը վերականգնել, Ռուսաստանը կփորձի խանգարել։ Ну, անպայման չի դիվերսիա անել, կփորձի դիվանագիտորեն խանգարել, քաղաքականորեն խանգարել։ Դու նկատել ես, մենք բոլորս հասկանում ենք, չէ, եթե մենք ուզում ենք, որ դառնանք իրոք խաչմերուկ, պետք է աշխատենք, չէ, Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Նայե ցանկացած կոնտակտ ադրբեջանցիների հետ, ինչ աղմուկ է բարձրացվում Հայաստանի ներսում, ինչ աղմուկ է բարձրացվում Ռուսաստանում։ Այս վերջի ելույթները Մարիա Զախարովին, որ Եվրամիությունը պոկում է Հայաստանը, իրանց նպատակը հայ եւ ռուս ժողովուրդներին թշնամացնել, հասկանում ես, այս ձևի երևակայությունը մեկ-մեկ զարմանում ես որտեղից, բայց պատահականություն չի, այդ պաշտոնական մակարդակով են ասում, ոչ պաշտոնական, ես պատկերացնում եմ ինչի են պատրաստ, ու գիտես ամենակարևորը որն է, մեր կառավարությունը դու գիտես, ասում է Ռուսաստան, դու ուզում ես մտնել այդ process-ի մեջ, մենք պատրաստ ենք լսել քո առաջարկությունները, բայց ես մեր կառավարությանը ուզում եմ ասել, ոչ, Ռուսաստանի նպատակը նա չի, որ Հայաստանը զարգանա, Ամերիկայի հետ Տրամպի հետ ծրագիրը լինի ու իրանք մասնաբաժին ունենան, ոչ, իրանց նպատակը որ դու չլինես, ու ես ապացույց այսօր ձեզ բերում եմ, երբ որ Ադրբեջանը տվեց ճանապարհ, երկաթգիծ իրա, որ Ղազախստանի ծորենը մտնի, խոսքը գնում էր փոքր քանակի ծորենի, չգիտեմ 1000 տոննա էր, 2000 տոննա, շատ փոքր քանակի, բայց տեսար ինչ իստերիա էր Ռուսաստանում։ Իրանք ստիպեցին Ադրբեջանը, որ բացի իրենց ծորենի համար ճանապարհ, միջդեռ իրենց ծորենը վատ լավ մտնում է վերին լարցով, մեքենաներով։ Չէ, մեծ իստերիա, գիտես ինչի։ Դու կարող ես ասել Նարեկ ջան, Ստեփան ջան, ինչու մասին է խոսքը 1000 տոննա բերեցին Ռուսաստանից միլիոնավոր տոննա են բերում։ Ռուսաստանը չի ուզում, որ այլընտրանք լինի, հասկանում ես։ Որ դու մոնոպոլ կախվածության մեջ լինես, Ռուսաստանը չի ուզում, որ դու զարգանաս։ Ու դա գալիս է համակարգային մոտեցումից, հասկանում ես, դա այդպես չի, որ ինչ որ մի մարդ քեզ չի սիրում, մեզ չի սիրում, ինչ չի սիրում, ու դեմը։ Համակարգային դա մոտեցում է, այդպես անել, որ դու ինքնուրույն չլինես։ Ու ոչ միայն Հայաստանը։ Իրանք չեն ուզում, որ ինքնուրույն լինի Վրաստանը, Ադրբեջանը կամ Ղազախստանը։ Որտեղ ստացվում է, անում են։ Օրինակ Ադրբեջանում չի ստացվում ամեն ինչ մոնոպոլ վերցնել։ Մեզ մոտ ստացվում էր, դրա համար մենք պարտվեցինք 2020 թվին, ում համար է գաղտնիք։ Այլ պատճառներ են կան, բայց պատճառներից գլխավոր մեկն էր, որ քո կախվածությունը մեծ էր Ռուսաստանի, որ Ռուսաստանը փոխեց իր քաղաքականությունը, հանդվեց ամեն ինչ քո մոտ։ Ես միտքս ինձ հասկացի, մարդիկ մտածում են, որ եթե մենք կոնստրուկտիվ լինենք Ռուսաստանի հետ, ու այդպես միամիտ կան նաև Ամերիկայում։ Իրենք մտածում են, որ եթե կոնստրուկտիվ լինեն Ռուսաստանի հետ, Ռուսաստանը Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր կկնքի։ Ստեղ էլ կան մարդիկ, որ միամիտ են, նաև կառավարությունում։ Իրենք մտածում են, եթե լինենք կոնստրուկտիվ Ռուսաստանի հետ, ներգրավենք Թրամփ ծրագրի մեջ, իրանք չեն խանգարի։ Դա միամիտություն է։ Ռուսաստանի քաղաքականությունը այլ ձևով է կառուցված։ Ոչ թե իրանք վատն են, թե լավն են։ Իրանք քաղաքականությունը կառուցված է մենաշնորհների վրա, ազդեցության կոշտ մեխանիզմների վրա, Եվրոպայի ու Ամերիկայի մասամբ, Եվրոպայի 100%-ով։ Ինչի վրա է կառուցված։ Իրենք գալիս են ասում են, տղեկ ջան,
շատ լավ ծրագիր է, համատեղ է, մենք գումարը դնենք, տեխնիկան դնենք ու հետո այդ շահը, որը կստանանք, շահույթը, միասին բաժանենք, ապրենք, համագործակցենք։ Այդ կոնցեպտը Ռուսաստանում չկա։ Այդ դա է պատճառը, որ Տրամպը չի հասկանում, իրոք չի հասկանում այդ մարդը Ռուսաստանին։ Ուզում է խաղաղություն, պատրաստ է աջակցել, պատրաստ է լուրջ գումարներ ներդնել Ռուսաստանի տնտեսության մեջ, ուզում է դրանով շահագրգեր Պուտինին ու համոզված է, որ կանցնի, բայց չի անցնում։ Պուտինը իդեոլոգ է, հասկանում ես, ինքը KGB-շնիկ է, ինքը ուրիշ մտածելակերպ ունի։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարցազրույցի համար։ Քեզ էլ շնորհակալություն, Նարեկ։